2023 թվականից հետո էլ արվել են մի շարք հայտարարություններ հենց հոգևոր գործիչների կողմից, որոնք հիմք են հանդիսացել այն process-ների, որոնք տեղի են ունեցել։ Պարոն Բակոյան, ձեզ չի մտահոգում, որ անընդհատ այս նմանատիպ գործերը նույն դա անունը հասակներն բանենան Մասիս Մերկոնյանին են, հա, անընդհատ մակագրվում այս գործերը, որը Հանրապետության կուսակցության նախկին անդամ է եղել։ Սա արդյոք այսպես արդեն որոշված չէ, որ միանգամից նա կալանք կգա։ Նարեկ ջան, Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը առավել քան անկախ է, առավել քան երբևէ անկախ է, եւ որևէ մեկը չի կարող միջամտել եւ ազդեցություն ունենալ, մի միջամտել։ Խնդրում եմ, մի միջամտել։ Որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ դատարանների վրա եւ դուք առնվազն ականատես եք եղել մի շարք դատավարական process-ների, որոնք գուցե նաև մեր սրտով տեղի չեն ունեցել։ Անդադ որ նույն դատավորին է հա բանանում մակագրվում, դա դուք արդյոք հարցեր չի առաջացնում ձեզ, ինչպես է լինում որ քաղաքական Գիտեք, մի շարք հարցեր կարող են տարբեր իրավիճակներում առաջանալ, բայց հարցը չպետք է ինձ հասցեագրեք, հարցը պետք է հասցեագրեք Չէ, դուք եք դատական իշխանության անկախություն։ Նորից եմ ասում, ես ժպիտով կվերաբերվեմ Անի քո ասացին, բայց այն ինչ դուք ասում եք, որ մեզ չի ուզում, մեզ մի շարք հարցեր պարբերաբար հուզում են եւ ոչ միայն մի շարք, բազմաթիվ հարցեր են պարբերաբար մեզ հուզում եւ կարող է դատական համակարգի հետ կապված մի շարք հարցեր մեզ էլի հուզում։ Ձեզ չի հուզում, որ Մայրաթորը ԱԱԾ-ով ոստիկանական մեծ խմբով գնացին եւ շատերը դա գրող որակեցին։ Շատերը ովքեր են գրող։ Գիտեք, ինչպես եք դուք ներկայացնում, ես կարծում եմ, որ հավելը ասում էր, որ մոլի նիկոլականներ էլ կային, ովքեր եկել են պաշտպանելու եկեղեցի արձակումից։ Ներեցեք, բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլի չեմ բնորոշի եւ հետեւաբար թույլ տվեք զերծ մնալ այդ հարցակումը ինչպես է գնահատում այդ իրավիճակը դուք կադրերը տեսել եք Գիտեք դուք հիմա նույն բառապաշարով եք խոսում ինչ երեք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն էր խոսում եւ Պարոնակ կապ եմ տեսնում դրա մեջ։ Կապարակվեցին սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որոնց եկեղեցին համարվում է Հայաստանում հանրության շրջանում ամենաբարձր հեղինակությունը վայելող կառույցը։ Քանի որ գործընկերներս եկեղեցու որոշ սպասավորների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը համարում են հարձակում, արշավ եւ այլն, մենք չենք համարում մի հարց այս համատեքստում, եթե եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն է վայելում, ինչու հանրությունը փողոցները չի փակել ի պաշտպանություն եկեղեցու եւ այսպես սպոնտան ինքնաբուխ շարժման չի ստանձնել եկեղեցու եւ կոնկրետ հոգեվորականների պաշտպանությունը ինչու են փողոցները այս անգամ դատարկ Նորից թույլ տվեք չհամաձայնել, որ որևէ հարձակում որևէ տեղի վրա, այդ թվում եկեղեցու վրա չկա, կա հարց պայմանավորված մի շարք հոգեվորականներով, ովքեր հեղաշրջման կոչեր են արել, ովքեր պլանավորել են երկրում ահաբեկչական ակտ իրականացնել, խոսքը սրա մասին է եւ կան գործիչներ ում աշխատանքը գնահատվում է ոչ պատշաճ եւ տրվել են հարցեր, այդ հարցերին չի տրվել որևէ պատասխան։ Պարոն Բակոյան, հարցի իրավական ինչու է այդ դեպքում բարձր հեղինակություն վայելող գործողությունները սրբապղծություններ Մայրաթորի հետ։ Գիտեք, ես ուզում եմ այն քաղաքական գործիչներին, որոնք գոյություն չունեն, չմեկնաբանել։ Պարոն Բակոյան, թույլ տվեք ես ավարտեմ իմ հարցի պատասխանը։ Բայց դուք չեք ստացել։ Համեցեք։ Պարոն Բակոյան, անդրադառնալով իմ հարցին, պարոն Բակոյան։ Ես այստեղ կուզեի անդրադառնալ
իրավապահների աշխատանքներին եւ հույս ունեմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց սպառել են եւ քաղաքական աղբամանում են վաղուց գտնվում եւ որոնք ժամանակին զբաղվել են կոռուպցիայով, իրենց նախարար եղած ժամանակ եւ ձեռք են բերել այնպիսի բնակարաններ, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում եւ ցոփ ու շվայտ կյանք են վարում, ես կարծում եմ, որ այն մարմինները, որոնք մեր իշխանության ժամանակ անկախություն են ստացել, պարտավոր են զբաղվել նաեւ այս քաղաքական գործիչներով եւ այն ինչ իրենք ժամանակին խլել են ձեզանից յուրաքանչյուրից, մեզանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրից, պետք է վերադարձնեն, կրկնում եմ, պետք է վերադարձնեն ժողովրդին եւ պետությանը։ Փաշինյանի մեկ հրահանգով Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց, հիմա հեծն եք այստեղ խլելու հարցն եք քննարկելու ու խոսում եք արդարադատությունից։ Ընդամենը մեկ հրահանգով դուք ԲԴԽ նախագահ եք փոխում, ընդամենը մեկ SMS-ով, ինչի մասին է խոսքը։ Հիմա դուք քանի հարց եք տալի Ես ձեզ օրինակներն եմ բերում, այս տիրույթում։ Դուք հիմա ձեր հարցը կձևակերպեք։ Ես ասում եմ, նշված օրինակների տիրույթում է ձեր արդարադատությունը։ Խնդրում եմ հարցը կոնկրետ ձևակերպեք։ Ձևակերպում եմ։ Ձևակերպեք։ Կոնկրետ ձևակերպում եմ հարցը։ Ձևակերպեք։ Արդարադատությունը մեկ հաղորդագրությամբ եւ մեկ գրառմամբ Սամվել Կարապետյանին ձերբակալելով էլ դրսևորվում, հեծը նրանից մեկ հրահանգով խլելու փորձերով է դրսևորվում։ Դուք նորից իրականությանը չհամապատասխանող հարցադրում եք անում եւ էմոցիաները կամ խնդրում եմ բայեք հետո կարտահայտեք, բայց հարց եք տվել, հարց եք տվել։ Պատասխանեք հարցին։ Անջան, ես եմ որոշում պատասխանել թե չէ, սա մեկ։ Անիջան, կլինի, որ դուք հարցը տալուց հետո բարի լինեք լսել իմ պատասխանը։ Կլինի, որ դուք լսեք։ Կլինի, որ լսեք, խնդրում եմ, կլինի, որ լսեք։ Դուք նոր էմոցիաներից Կլսեք պատասխանը։ Դե խնդրում եմ, լսեք, հարց եք տվել, բարի եղեք լսեք։ Սամվել Կարապետյանի մասով ես չեմ կարծում եւ չեմ համարում, որ մեկ գրառմումով դա տեղի ունեցել։ Ես կարծում եմ դրա մասին պարզաբանումներ տրվել են եւ այնինչ հեծը իր գործունեության ընթացքում հատկապես վերջի շրջանում իրականացնում էր, դրանք վիճահարույց են եւ խնդիրներ կար եւ նաեւ հանձնարարված էր, որպիսի հեծը այլևս մի ամսվա ընթացքում այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եւ այն անջատումները, որոնք տեղի են ունենում, մի ամսվա մեջ ժամանակ էր տրված, որ դրանք կարգավորվեն, բայց դրանք չեն կարգավորվել։ Երբ որ այդ մի ամիսը ավարտվել է, այդ հենց ավարտվելու ժամանակահատվածում նաեւ հեծի սեփականատերը քաղաքական հայտարարություններ է անում, ըստ էության այն խնդիրները, որոնք չեն լուծվել հեծում եւ տրված մի ամիսը երբ լրացել է եւ հետեւաբար հարցեր էին առաջանալու հեծի հետ կապված եւ քաղաքական հայտարարություններ է արվում, որպիսի պայմանավորեն քաղաքական դրդապատճառներով հեծի ազգայնացման ծրագիրը։ Սա այն պատասխանը, որ ժամանակ է տրվել, որ ըստ էության այն արկա խնդիրները, որոնք կային հեծում, լուծվեն, չեն լուծվել։ Կառավարության 5-ամյա ծրագիրը մեծ մասամբ չի իրականացվել։ Ինչ պետք է հետևի այս գործընթացին։ Կառավարության 5-ամյա ծրագիրը ընթացքի մեջ է եւ 2026 թվականին ես խնդրում եմ 2026 թվականին նոր ավարտվում է եւ ասել, որ 2025 թվականին դեռ ավարտված չէ կառավարության 5-ամյա ծրագիրը, կարծում եմ դեռ շուտ է։ Այսինքն դեօկուպացիայի սպասենք, Արցախի սպասենք, Շուշիի Հադրութի դեօկուպացիայի Կարծում եմ Լեռնային Ղարաբաղի մասով հարցերը դրանք ստացել են բավարար պատասխաններ եւ հիմա եթե որևէ այլ հարցեր ունեք, ապա խնդրեմ։